Այն տեսարանը թե ինչպես են կալանավորում Գագիկ Ծառուկյանի փեսա, ասեմ, կամ Դստեր ամուսին, ասեմ, Հովիկ Աբրամյանի որդուն, ինչ է փորձում հասնել, ինչ է անում, եւ մտավ արդեն կոնկրետ քննչականի հայտարարությամբ մտան անձնական կյանք, դե միջև այդպիսի բան չկար, չէ՞, ոնց որ թե բանի Արշակ Սրբազանի անձնական կյանք չմտան։ Կաթողիկոսի անձնական կյանք չմտան։ Չէ, այսինքն սրանց համար ես մտածում եմ, այս բանով։ Լսի, սրանք ոչ մի սրբություն չունեն։ Սրա նրա թումբանի մեջ մտած քթներով, այսենց էտա անկողնու հիվանդ, չգիտես, խանգարված ինչ որ sense մարդիկ, ոնց ընդ որում ոնց պատտվում են, էլի գալիս են այդ բանի մեջ վերջը, էդ են իրանք։ Խոսեմ էլի պիտի ասեն, չգիտեմ։ Ես չգիտեմ իրանք ինչ են ասել Ծառուկյանի Դստերի մասին։ Այդ մոմենտը ինքան սուտ են խոսել, իրանք ինչ են խոսում, բարձա որ սուտ է։ Հարցը դա չի, ես մի հատ էլ վերադառնամ իմ նախկին մտքին, որ պոռնիկ լինելը ամոթ չի։ Ամոթ է երկրի դավաճան լինելը։ Ես չգիտեմ ինչ մեղադրանքներ են առաջ քաշում տիկնոջ դե հաստատ տենց մի բան պետք է լինի էլի, բայց ինքը հանցագործություն չի կատարել, իսկ դուք կատարել եք։ Ու մեկ էլ հարց, եթե Արգամ Հովհաննիսյանը չլիներ Ծառուկյանի փեսա, սենց էիք բռնելու, այս շոուները լինելու էր, եթե ինքը լիներ, ասենք, Վլեձաձայի տղեն, կամ չգիտեմ, Հովիկ Ձաձայի փեսեն, նույն էիք անելու, իհարկե ոչ։ Մեղադրանքների մասին էլ կարդացի, այսինքն դուք այսքան տարի սպասում էիք բացահայտված գործը, այսքան տարի սպասում էիք, դուք գիտեիք կատարված հանցագործության մասին, բայց չէիք ձերբակալում, որովհետև հույս ունեիք այդ քրեական գործով շանտաժի ենթարկեիք նրա աներոջը եւ հորը։ Այսինքն առաջի հանցագործը դուք եք, որովհետև հանցագործությունը բացահայտված էր, բայց դուք ոչ մի քննչական գործողություն չէիք իրականացնում, որովհետև ձեզ կաշառել էին լոյալությամբ, բայց հենց լոյալությունը ավարտվեց, դուք արդեն հիշեցիք, որ դուք ունեք ինչ-որ մասնագիտական պարտավորվածություններ։ Հիմա ով է հանցագործն, թե դուք։ Եթե հանցագործությունը եղել պարտակել եք, ուրեմն դուք եք հանցագործ։ Սրա մասին է խոսքը, ինչի եք իրեք տարի լոլոներն ու ստերը։ Արմինե, այս հարցը ես 2 օր արդեն տալիս եմ, տեսեք, բանի մեջ ենք ել, չէ՞, պարզ է սահմանափակումները կան, գնում է հանդիպում է, բան փորձում է համոզել, այնտեղ մի հատ էլ ձուկ արտադրողներին է վիրավորում, այն խոզի կաշին քերտոն ու խոզի միսը առողուտող, հիմա պարզում է, որ չէ, դրա մասին այցել անգամ եմ խոսում, պարզում է ձուկ էլ բան չի անում, չի ուտում, բայց պարզ է, չէ, նեղ վիճակում է, լոլիկն է, հերթով, այսպես այս բան վիճակում է, մի կողմից սա է անում, մյուս կողմից էլ այն գործարարներին, որ արարում են, ստեղծում են, սրանց նվաստացնում է, խլում է ամեն ինչ իրանց ձեռքին, դե պարզ է, չէ, տեսնելու դուք մի ոչչամիտ պատկերացնում եք, որ բերի եւ Հայաստանում ասենք $10,000 ներդրում անի, այս ամեն ինչը տեսնելուց հետո, բա հույսը ինչի վրա է դրե։ Հույսը այնա, որ Թուրքերն էլ ոնց որ թե ճանապարհը չէ, այդ իր լոլիկ մոլիկ չեն տանում։ Բա ի՞նչ է մտածում։ Ինչքան պետք է բերի պարտքը դնի, հիմա 20,000 ամեն վրա դրել է։ Իմ կարծիքով գոյություն ունի, հայերեն չգիտեմ ոնց է, ռուսերեն կոչվում է սինդրոմ վնուժդինի беспомощности։ Մարդուն դնում ես այն վիճակի մեջ, որ ինքը արդեն համոզվում է, որ ինքը գտնվում է անելանելի վիճակում եւ ընդունում է խաղի բոլոր պայմանները։ Այսինքն ֆերմերը չի կարողանում իրացնի իր արտադրանքը։ Գինին, մթերքը, ամեն ինչը, հա, այսինքն տնտեսությունը պարալիզացվել է, որովհետև տնտեսությունը նրա մասին չի, թե քանի վագոն ցորեն ու բենզին Ադրբեջանով եկավ մտավ Հայաստան։ Տնտեսությունը այն է, քանի վագոն ցանկացած եղանակով դուրս եկավ Հայաստանից։ Իդեպ ասած դա չի վերաբերվում, ասենք մոլիբդենին,
դա չի վերաբերվում այն ապրանքներին, որոնց մեջ Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊԿ խմբակցությունը ունի անձնական շահ, որտեղ բոլոր խոշոր ընկերություններում պետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանը ունի իր 15%, իսկ բարձր 15%-ը չի գալիս ընկնում ձեր թոշակների հաշվի վրա։ Դա գնում է իրանց անձնական ծախսերի, իրանց պարգևավճարների, իրանց հիպոթեկները փակելու վրա։ Դրա մասին չենք խոսում։ Այսինքն հիմա այդ գյուղացիներին, այդ արտադրողներին բերում գցում են այդ անելանելիության գաղափարի ներքո, որ ասում են դե այ հիմա եթե դու ինձ ձեն տաս, եթե դու էս անես, ապա ես կնպաստեմ նրան, որ քո պամիդորն է, չգիտեմ, ձուկն է, միսն է, երշիկեղենն է, կարողանաս արտահանես։ Երբ որ Ադրբեջանը իրոք կհարցակվի կամ ինչ-որ պահանջ կներկայացնի Հայաստանի դեմ եւ նա այդ պահանջը կբավարարի, այդ նույն յուղացուն կասի, բա եթե ուզում ես որ պամիդորը արտահանվի, ընկեր ջան, պետք է զիջումը անենք։ Ֆերմերն էլ կասի հա էլի, որտեվ ուրիշ տարբերակ, ախր խեղճ Նիկոլը ինչ անի է, ինքը ուրիշ տարբերակ լսել եք, չէ՞ այդ բանը, բանաձև, խեղճ Նիկոլը ինչ մեղավոր է, խեղճ Նիկոլը ինչ անի։ Այդ սինդրոմ вынужденной беспомощности դրսևորումն է։ Տենց Արցախը տվեց։ Տենց Արցախը տվեց, Հայաստանի տարածքները տվեց, հետո ասեց հասկանում եք, այսինքն հիմա ձեզ բերում մցնում են այդ ծուղակ, որ դուք ասեք, հա դե ուրիշ տարբերակ չկա։ Բայց այնտեղ սա միակ տարբերակն տարբերակն է։ է։ Դա իրանց մաշկից հեռու է, արցախցիներն էս է, բայց իրանց մաշկն է, ոչինչ։ Արցախցիներ չկան, հիմա արցախցիներ չկան, որ ասում են Նիկոլը ինչ մեղք ունի։ Լիքը դե տավարի ցավ ամենտեղ է կարող չէ, այդ մարդիկ են, որոնք ընդունել են այդ գաղափարախոսությունը, որ գտնվում էինք անելանելի վիճակում ու միակ տարբերակը ծաղկող հանրապետությունը անելանելի վիճակում։ Հասկանում ես, այդ մարդկանց ինչ որ մի բան բացատրելը անիմաստ է։ Կարաս վիրավորես իրանց, կարաս բացատրես, կարաս տփես, հա, ոչինչ չի փոխվի, որովհետև ինքը այդ սինդրոմի տակ է գտնվում։ Հիմա նույնը անում են, ասենք արեցան դաշտավայրի ֆերմերներին։ Նույնը անում են ցանկացած տնտեսվարողի, որը պետք է վաղը չէ մյուս օրը պաշտպանի Նիկոլին մեզանից։ Ասենք Գեղարքունիքի մարզ, Սոտքի կողքի գյուղերը, որ գնում են Նիկոլեն ձեն տալիս, որ հարցնում ես, խի ասում մեզ գյուղացի կտվորուհի ինձ կյանք է սովորացնում, ասում է դու չգիտես ինչ բան է սահմանամերձ գյուղում ապրել։ Նիկոլն է, որ մեզ պետք է կարողա պաշտպանի։ Հասկանում եք, ինքը բացի Նիկոլից ուրիշ ելք չի տեսնում, որտեղ իրան այդ ելքերը ցույց տվող չկա։ Ինքը գտնվում է այդ անելանելիության բանում, ծուղակում։ Իսկ տնտեսությունը երբ է Նիկոլ Փաշինյանին հետաքրքրել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, մի հատ կպատմեք ինձ։ Արմինե, սահմաններ ասեցի, ուրեմն վերջին 3 տարում Տավուշում կրճատվել են, գործազուրկ են դարձել 285 մանկավարժ, որտեղ փակվել են դպրոցները։ Բա։ Ես դրա մասին եմ խոսում։ Իսկ այդ դպրոցները կբացվեն այն ժամանակ, երբ որտեղ կգան կբնակեցվեն ադրբեջանցիներ։ Շենքը տկա, զգաստ, պատրաստ, արդեն սա կահավորված, ամեն ինչը տեղը տեղին։ Պրոստը դպրոցները իրանց իսկական բնակիչներին են սպասում։ Ոչիլի պատմության նման ասում ներողություն խնդրի Էդգար Ղազարյանը, ինչի համար առասարակ պիտի ԿՊԱ-ականները ներողություն խնդրեն, խնդրեի մի քանի ինչ-որ բան Դե իրանք ասում են Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի, օրինակ որ ասել են սակրավորները, ովքեր որ գնում են ականազերծում են այդ տարածքները, որ հանձնեն ադրբեջանցիներին, իրանց էս պատիժը հասնում ինչ-որ բան ասել, ասեմ դի ներողություն խնդրի, մոռանալով թե իրենք ինչ են ասել, կուզենայի որ դուք ընդհանրապես հիշեցնեք եւ մի հատ էմորասման նոր ենք ստացել, բայց նախկինում եկար Սոնա Ղազարյան։ Նշեք գետ մի բան, որ զիջել է գործող իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից։ Ջերմուկը, իշխանասարը, Տավուշը, Գեղարքունիքը, Գեղարքունիքի տարածքները, ու հələ ոչ միայն զիջել եք, այլ նաև զիջելու եք։
նկատել եք, չէ, որ ինչքան անգրագետ էգ կա, սաղին sense Այս հավաքագրել են մատենադարանի գիտաշխատողի հարցը, եսի ինչա։ Իսկ հարց լինելը գիտաշխատող լինել չի, նման բաները սեռական ճանապարհով չեն, գիտելիքը սեռական ճանապարհով չի փոխանցվում։ Ես գիտեմ ինքը ում կնիկն է, ում աղջիկն է, ում հարցն է, դա էական չի։ Ընտանեկան Բայց ես կարող եմ ֆիքսել մի բան, ինչքան անգրագետ տուպո էգ կա, սաղին հավաքել են ԿՊ-ի շարքերում, այն Հասմիկ Հակոբյանն։ Ես գիտի այդ մեկ էս նոր նմուշ որ բաներ անում, նստած པարզ ճակատով մեզ համոզում էր, որ Ադրբեջանից Հայաստան պոեզներ են մտնում։ Ասենք դրա մասին բացի Հասմիկ Հակոբյանից, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը երևի գիտի, էլ ոչ ոք, որովհետև նման բան գոյություն չունի, բայց ինչ զայրացնում է այն համոզմունքը, որով նրանք պնդում են կեղծ տեղեկատվություն։ Մարդը ինչքան տգետ է, այդքան բանը համը։ Մայր սա է, ընկեր ջան, քարտեզը բաց է սանում։ Հատ բանին էլ Ասրյանին էլ ասում ես Ասրյան ձյաձյա մի հատ կարաս բաներով, sense դերոշներով նկարես որտեղ են ադրբեջանցիները։ Ու այդ դնում ես Հայաստանի Հանրապետության քարտեզի վրա ցանկացած ժամանակահատվածում ու զմայլվում ես քո շեֆի կատարած աշխատանքով։ Քո դեբիլություններով։ Ինչ վերաբերվում է ներողություն եւ Էդգար Ղազարյանին։ Էդգար Ղազարյանին ես լսում եմ արդեն տարիներ շարունակ։ Հումորը բանը սա թողենք մի կողմ։ Էդգար Ղազարյանը ունի առաջի հերթին կրթություն, երկրորդ հերթին գիտելիք եւ երրորդ հերթին հատկություն։ Որ նա երբեք չի հնչեցնում միտք, որի տակ չկա հիմնավորում, փաստ եւ հիմնավորում։ Քրեական օրենսգրքի հոդված, սահմանադրության հոդված եւ կոնկրետ վկաներ, որոնք կարող են բան անել, իր ճիշտ լինելը բան անել, պնդել։ Սա Էդգար Ղազարյանի կարևորագույն հատկանիշներն են։ Ու երբ որ Էդգար Ղազարյանը հատկապես թիվ 1 ամբիոնից ինչ որ մի բան է հնչեցնում, դաժե կարիք էլ չկա գնալ ստուգել։ Վստահ եղեք, որ ինքը արդեն տակը ունի մի շարք փաստ, մի շարք հոդված եւ մի շարք մասնագիտական եզրակացություն։ Չէ, եթե ԿՊՇ-նիկներին կարևորա, որ ինչ որ մեկը իրանցից ներողություն խնդրի, առաջերտին սովորեք ներողություն խնդրել դուք Ռուբինյանի կեղծ պապիկի ամեն ինչի համար, ամեն ինչի համար։ Իսկ ասեին Դավաճան, եթե պատերազմով չտայ, հետո ասե Նիկոլն ասել, չէ՞։ Հետո բերել պատերազմ։ Ընդունեք ձեր սխալն, ոչ այն ինչ որ ես մինչև այդ ասեցի, միած սկսում եք ձեզանից, հետո նոր ակնկալում եք դիմացինից։ Սա ինչ վերաբերվում է Էդգար Ղազարյանին։ Եթե ասել է, ուրեմն տենց էլ կա։ Դուք քրեական գործերից խոսեցիք, որ համատարած նաև առիթ եղել է, շնորհակալ եմ նաև մեր թեմայով էլ խոսել եք, հիմա արդեն հասել են մի փուլ, գիտեք, որ քանի գործ կա, իմ անձի հայելու նկատմամբ արդեն անցել են ֆինանսական այդ պահանջների, դատարանն սկսել է այդ որոշումները կայացնել, այսինքն մի մասին այդ ճնշումներն են, մյուս մասին ֆինանսական, էլ չեմ ասում այս բան հարցակումները։ Բա ուրիշ ձև ոնց տեղում երեկոս մենակ Ալեն Սիմոնյանն է այն։ Բա ուրիշ ձև ոնց լրացնի ձեզ։ Ինքը ունի բան, ինչ որ ուրիշ լծակ չունի, շանտաժի թեմա չկա, սպառնալիքի թեմա չկա, մնում է խփել գրպանին, հիմա մարդը օգտագործում է այն գործիքը, որը նրա բանի տակ է։ Ես հուսով եմ Ալենի ձեռքով կամ Ալենի ով ուզում է լինի, հարցը դա չի։ Ես հուսով եմ, որ գնալու եք եվրոպական դատարան, ու այդտեղ փողերը հետ եք բերելու։ Որովհետև չի կարելի թույլ տալ պիղծ դավաճաններին իրանց հաղթող զգալ, որտեղ նրանք պարտվել են մեր պատմության ամենակարևոր մարտը։ Հանձնել են մեր հայրենիքը։ Եվ չեն մնացած բոլոր հաղթանակները չեն առե Արմինե հանձնել։ Եվ շարունակելու են։ Մնացած բոլոր հաղթանակները փոշի են։ Անկամ եթե մեկ էլ տեսար Ռուբեն Ռուբինյանը ֆիզիկայից
օլիմպիադա շահի։ Դե լավ, հատուկ։ Դա ֆիզիկան հատուկ եմ ասում, որտեղ ինձ փորձում էին դատել, երբ որ ես Ռուբեն Ռուբինյանին անվանեցի Տորիչելյան դատարկություն, ինձ փորձում էին դատեին այդ խոսքի համար, երբ որ Ռուբեն Ռուբինյանը ֆիզիկայի օլիմպիադա կշահի, մեկը այդ հաղթանակը ոչինչ է Ռուբեն Ռուբինյանի ամենամեծ պարտության դիմաց։ Շնորհակալություն։ Խնդրեմ։